Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խուճապի մեջ գտնվելով մերժում է Ուկրաինայում հակամարտության հնարավոր կարգավորումը։ Այս մասին նշում է ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Մակրոնը նրա խոսքով մի քանի նախադասությամբ մերժում է խաղաղության հեռանկարը, դա անելով բացարձակապես զարմանալի իրարանցման վիճակում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինան չի կարող համաձայնվել հրադադարի Կիևի վրա Ռուսաստանի զինված ուժերի հարվածից հետո։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը այս շաբաթ կայցելի Իրան, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ Նրա ելույթը հեռարձակվել է Any News YouTube ալիքով։ Ապրիլի 14-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարեց ապրիլի վերջին Իրան այցելելու մտադրության մասին միջուկային համաձայնագիրը քննարկելու համար։ Նրա խոսքով Իրանի եւ գործակալության միջև շարունակական համագործակցությունը չափազանց կարևոր է։ Պակիստանի զորքերը կրակ են բացել Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով գտնվող դիրքերի վրա, իսկ հնդիկ զինվորները պատասխանել են կրակով։ Այս մասին հայտնել է հնդկական News 18 հեռուստաալիքը։ Վերահսկողության գծի որոշ հատվածներում Պակիստանի կողմից հրաձգության դեպքեր են գրանցվել։ Հաղորդել են լրատվամիջոցները, զոհերի մասին հաղորդագրություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ղրիմը ռուսական ճանաչելու մտադրությունը կարող է պառակտել հյուսիսատլանտյան դաշինքը։ Այս մասին հայտնել է գերմանական Berliner Zeitung թերթը։ Ղրիմի չճանաչման վերաբերյալ դաշինքի նախկին պաշտոնական դիրքորոշումը հակասում է Միացյալ Նահանգների նոր ծրագրերին։ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը պետք է քննարկվեր պաշտպանական ծախսերի հարցը, սակայն այժմ այն սպառնում է դառնալ Ուկրաինայի շուրջ բաց վեճի ասպարեզ, ասվում է հայտարարության մեջ։ Գերմանական թերթը գրում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի մեկնարկի ֆոնին Եվրամիությունը հայտնվել է փակուղու մեջ։ Բրյուսելը փորձում է աջակցել Կիևին, միաժամանակ պահպանելով Միացյալ Նահանգների նկատմամբ հավատարմությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Ստարմանը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը կարող է հաստատվել մինչև ամառ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Նա նաև ասել է, որ հույս ունի հրադադար կարող է հայտարարվել մինչև ամառ, ասվում է հաղորդագրության մեջ։ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով Եվրոպան չնայած Միացյալ Նահանգների հետ Իրան համաձայնություններին չպետք է հրաժարվի ԱՄՆ-ի հետ կապերից անվտանգության եւ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ոլորտում։ Կանադայի պահպանողական կուսակցության ղեկավար Պիեր Պոլիեգը աշխարհի համար ամոթալի է համարել ավելի քան 1 դար անց հայոց ցեղասպանությունից դասեր չքաղելը, հիշեցնելով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության մասին։ Պիեր Պոլիեգը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել։ Այսօր մենք կանգ ենք առնում ոգեկոչելու Մեծ Եղեռնի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Խոր վշտով հիշում ենք 1.5 միլիոն անմեղ հայերին, որոնց 1915 թվականին Օսմանյան իշխանությունները համակարգված կերպով դուրս են արել իրենց տներից եւ սպանել։ Չնայած աշխարհն այն ժամանակ ուշադրություն չդարձրեց նախազգուշացումներին, սակայն մենք այժմ գիտենք, որ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի էթնիկ զտումների եւ բնաջնջման համար միտումնավոր արշավ էր սկսել։ Սակայն ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել հայոց ցեղասպանության ցավալի դասերից։ Այսօր հայ ժողովուրդը շարունակում է տառապել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 100,000 հայ, այդ թվում կանայք, երեխաներ եւ ծերեր թիրախավորվել եւ տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, ընդգծել է Պիեր Պոլիեգը։ Նա հավելել է, հայերն իրավունք ունեն ապրելու ապահով պայմաններում իրենց նախնիների հայրենիքում։ Նա հայ ժողովրդի համար վաղուց ուշացած արդարության կոչ է արել։ Բոլոր ազատատենչ ազգերը պարտավոր են կանգնել նրանց կողքին եւ երաշխավորել, որ այս հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն, ասված է հայտարարությունում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով։ 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի մատնվեցին։ Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին, սգալով բոլոր նրանց համար, ովքեր կորցրեցին իրենց կյանքը։ Մենք հպարտ ենք 1915-ին հիմնադրված հայկական եւ սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, եւ երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, ովքեր օժանդակեցին եւ կամավորագրվեցին օգնելու իրենց տներից տեղահանված հայերին։ Այսօրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաեւ հայ ժողովրդի ուժին ու ամրությանը։ Հարգանքի տուրք մատուցելով
զոհվածների հիշատակին իմ վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ կրոնի ազատության ապահովմանը եւ խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը։ Մենք ակնկալում ենք շարունակել Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը եւ պահպանել կայունությունը տարածաշրջանում, քանի որ մենք շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման եւ անվտանգության, ասված է ուղերձում։ Պակիստանը պատրաստ է Հնդկաստանի հետ զինված դիմակայության։ Ռազմական գերատեսչության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Պակիստանի ժողովրդին միավորելու համար։ Պատերազմ եք ուզում, սկսեք այն, Պակիստանը պատրաստ է։ Շնորհակալություն Մոդի, դու համախմբեցիր մեր ազգը, գրել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Ավելի վաղ Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեում հայտարարել էին, որ երկրի ղեկավարությունը Ինդուս գետի ջրի հոսքը հետ քաշելու փորձերը կդիտարկի որպես Նյու Դելհիի կողմից ագրեսիայի ակտ։ Նույն կերպ կընկալվեն նաև ստորին ափամերձ երկրների իրավունքների յուրացման ծրագրերը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն չափազանց ցինիկ հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թեմայով, անդրադառնալով 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանությունների հայտարարություններին։ Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են խախտելով պատմական փաստերը եւ միջազգային իրավունքը, նման փորձերը, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով շահագործելուն, բացարձակապես անվավեր են։ Թուրքիան միշտ հանդես է եկել ամբողջ աշխարհում եւ իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման եւ ընդհանուր բարգավաճման օգտին։ Դրա հիման վրա Թուրքիան բացեց իր արխիվները եւ առաջարկեց ստեղծել պատմական համատեղ հանձնաժողով 1915 թվականի իրադարձությունների արդար եւ գիտական ուսումնասիրության համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է հրաժարվել Ուկրաինա որպես խաղաղապահ զորքեր ուղարկելու ծրագրերից։ Այս մասին գրում է Times Third-ը։ Հղում անելով կամավորների բանակցությունների կոալիցիային մոտ կանգնած աղբյուրներին ռիսկերը չափազանց մեծ են, իսկ ուժերը անբավարար նման առաջադրանքի համար, ասել աղբյուրը, ով անհիմն է համարում տասնյակ հազարավոր եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու ծրագրերը։ Միացյալ Թագավորությունը միշտ ելնում է դրանից, հենց Ֆրանսիան է հանդես եկել ավելի մեծ ուժի ցուցադրման օգտին։ Բացի այդ, ինչպես նշում է հրատարակությունը, հրադադարից հետո Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման ծրագրերից հրաժարվելը դիտվում է որպես զիջում Մոսկվային, որը նպաստում է խաղաղ բանակցությունների արագ ավարտին։ As the Times-ի Կիևի եվրոպացի դաշնակիցները կենտրոնանալու են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու եւ երկրի վերականգնման, ինչպես նաեւ օդային եւ ծովային առաքելությունների իրականացման վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Սաուդյան Արաբիային առաջարկել ավելի քան $100 միլիարդ արժողությամբ ամերիկյան զենք վաճառելու գործարք, հայտնում է Reuters-ը։ Հղում անելով սեփական աղբյուրների նրա վեց զրուցակիցների խոսքով հայտարարությունը նախատեսված է Թրամփի թագավորություն 2025 թվականի մայիսին ծրագրված այցի ժամանակ։ Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ նախկին վարչակազմը Ջո Բայդենի գլխավորությամբ երբեք չի կարողացել ավարտին հասցնել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը, որը պետք է լիներ թագավորության եւ Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման գործարքի մաս, մասնավորապես Թրամփի նախորդը Սաուդյան Արաբիային ավելի մեծ հասանելիություն է առաջարկել ամերիկյան առաջադեմ սպառազինության համակարգերին թագավորության կողմից Չինաստանի զենք գնելուց զերծ մնալու եւ Պեկինին երկրում հետագա ներդրումներից արգելելու դիմաց։ Միևնույն ժամանակ Reuters-ը չի կարողացել պարզել, թե արդյոք ներկայիս վարչակազմի առաջարկը համանման պահանջներ է պարունակում։ Թեհրանի միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները լավ են ընթանում եւ համաձայնության հասելը կփրկի բազմաթիվ կյանքեր, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ մենք շատ լուրջ հանդիպումներ ենք ունենում, ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահար Ստյորեի հետ իր հանդիպման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին նա ասել է, որ կողմերը կարող են շատ լավ լուծում ունենալ եւ շատ կյանքեր կփրկվեին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարծում է, որ սխալ է այն միտքը, թե Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն վարի Ուկրաինայի նկատմամբ։ Շատերը մեզ կոչ են անում գնալ զուտ եվրոպական, այլ ոչ թե ընդհանուր եվրոպական եւ ամերիկյան կուրսի։ Ես կարծում եմ, որ դա սկզբունքորեն սխալ է, դա ՆԱՏՕ-ի վրա հիմնված մոտեցումն է, որը թույլ է տվել մեզ ապրել խաղաղության մեջ, ասել է Սթարմերը, ընդգծելով, որ դաշինքի անդամները պետք է կենտրոնանան դրա պահպանման վրա։ Միևնույն ժամանակ Սթարմերը անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի հայտարարությունների հետ, ի թիվս այլ բաների, պնդելով, որ Վոլոդիմիր Զելենսկին պատասխանատվություն չի կրում Ուկրաինայում հակամարտության շարունակման համար։ Հարցազրույցում Սթարմերը խոսել է նաև Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի անհրաժեշտության մասին։
ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը որոշել է դադարեցնել շենքի վարձակալությունը, որտեղ ավելի քան 50 տարի գտնվում էր Գոդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով գործակալության մամուլի քարտուղար Բեթանի Սթիվենսի նամակը։ ՆԱՍԱ-ն որոշել է հրաժարվել շենքից Թրամփի վարչակազմի կողմից դաշնային լիզինգային ծրագրերի վերանայման պատճառով, ասել է Սթիվենսը։ Ինստիտուտի աշխատակիցները պետք է լքեն շենքը մինչև մայիսի վերջ։ Հստակեցվում է, որ սա աշխատանքի ամբողջական դադարեցում չէ, քանի որ աշխատակիցները շարունակելու են հեռավար աշխատել։ ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 1961 թվականին։ Այն տիեզերական թռիչքների կենտրոնի մի մասն է։ Նրա հետազոտական ծրագրերը կենտրոնացած են երկրի շրջակա միջավայրի եւ բնակելության վրա բնական եւ մարդածին խանգարումների ազդեցության վրա։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը համաձայնել է Վլադիմիր Զելենսկիի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինայում ողբալի իրավիճակ է եւ որ Վոլոդիմիր Զելենսկին պետք է կամ հաշտություն կնքի, կամ 3 տարի հետո կկորցնի ամբողջ երկիրը։ Թրամփը նաեւ քննադատել է Ղրիմի վերաբերյալ Զելենսկիի հայտարարությունները, ասելով, որ դրանք վնաս են հասցնում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Հենց այդպես պատասխանել է Մասկը ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսի գրառմանը, ով իր հերթին հրապարակել է Թրամփի գրառման սկրինշոթը։ Դոնալդ Թրամփ կրտսերը ուրբաթ օրը Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի հետ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, պարզ չէ արդյոք այս ուղևորությունը կապված է Թրամփի որդու բիզնես գործունեության հետ։ Ապրիլի սկզբին Axios-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփ կրտսերը այս մասին կայցելի է Ռումինիա, Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա, Սերբիա եւ Սլովակիա։ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի տեղակայումն անընդունել է Ռուսաստանի համար, այն կրիտիկական վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իսկ ինչ վերաբերում է ուկրաինական տարածքում այսպես կոչված ռազմական կոնտինգենտի տեղակայման քննարկումներին, այո, դա մեզ համար բացարձակապես անընդունելի է։ Սա իսկապես կրիտիկական վտանգ է ներկայացնում ողջ եվրոպական եւ համաշխարհային անվտանգության համար, լրագրողներին ասել է Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լոնդոնում Ուկրաինայի հարցով ավելի բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու պլանները փոխվել են մասնակիցների դիրքորոշումների համաձայնեցման հետ կապված խնդիրների պատճառով։ Որքան մենք հասկանում ենք, Լոնդոնում փորձագիտական խորհրդակցություններ են եղել, քանի որ այնտեղ բանակցություններ չեն եղել։ Մենք տեսնում ենք, որ խնդիրներ կան աջակիցների դիրքորոշումների մերձեցման հետ կապված, ինչը հանգեցրել է նրան, որ Լոնդոնում ավելի բարձր քաղաքական մակարդակով հանդիպում անցկացնելու պլանները փոխվել են։ Լրագրողներին ասել է Պեսկովը։ Երեքշաբթի օրը Washington Post-ը նշել է, որ ԱՄՆ-ն չորեքշաբթի Լոնդոնում ուկրաինական հակամարտության կարգավորման հանդիպմանը պատրաստվում էր, առաջարկել եվրոպական երկրներին եւ Ուկրաինային Ղրիմը ճանաչել որպես ռուսական։ Մինչդեռ Կիևի ռեժիմի դաշնակիցները հույս ունեին Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալ դրա դիմաց։ Իրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները, որ Թեհրանը հարստացված ուրան ներմուծի արտասահմանից։ Այն ներսում հարստացնելու փոխարեն, հաղորդում է Շաֆակնա գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասնակցող իրանական պատվիրակությանը մոտ կանգնած իրանցի պաշտոնյային։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլից առաջ հայտարարել է, որ Իրանը պետք է հարստացված ուրան ներմուծի արտասահմանից իր կարիքների համար, իսկ ինքը պետք է դադարեցնի այն հարստացնելը տանը։ Բանակցող խմբին մոտ կանգնած իրանցի պաշտոնյան հերքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պնդումներն այն մասին, որ Իրանը հարստացված ուրանը ներկրում արտասահմանից այն ներսում հարստացնելու փոխարեն, մինչդեռ խաղաղ միջուկային ծրագիրը Իրանի համար անքակտելի իրավունք է անվանել։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դկոտինին գրառում է կատարել նվիրված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Այսօր ապրիլի 24-ին ոգեկոչում ենք 1915 թվականին հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, գրել է դեսպանը։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի եւ քաղաքակիրթ ողջ մարդկության համար, ասել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առթիվ։ Վեհափառը մասնավորապես արձանագրել է դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տեր Սաղմոս 9:11։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Հայաստանում եւ իսպյուրս աշխարհի ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը խոնարհում
շարումով եւ աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին վասն հավատոյ եւ վասն հայրենյաց։ 20-րդ դարաշրջանին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի 1.5 միլիոն զավակներ։ Իրագործված Եղեռնի եւ հայրենազրկումի մեծ ողբերգությունները, սակայն չկարողացան սպառել մեր ազգի կենսական ուժերը։ Ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված։ Մեր ժողովուրդը վերապրեց ապավինելով խաչված եւ հարություն առած փրկչին, աշխարհի վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով իր ինքնությանը կարճած եւ հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստված պարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմությունն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում, նոր կյանք ընձյուղելու իսկ Արարատի փեշերին, Արևելյան Հայաստանում անկախ պետականություն վերակերտելու։ Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տեր։ Սուրբ գրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամենուր դիմակայեցին ժամանակների փորձություններին։ Կենարար ավիշ առան ազգային հոգևոր, իրենց կյանքը վերականգնելու, բարձր արվեստ ու մշակույթ ստեղծելու եւ գիտություն ու կրթություն զարգացնելու։ Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության մեր համախոհության մեջ է, գործում Աստված իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով սիրելիներ պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի եւ իրագործել ապագա մեր տեսիլքներն ու երազանքները։ Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված եւ հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոչրագործությունները եւ հարուսյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը, իսփյուրս աշխարհի եւ հույսով ամուր ու սիրով միասնական իզորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարուսյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնություններն ու խաղաղությունը լինեն մեզ հետ եւ ամենքի այսօր եւ միշտ ամեն։ Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պոլսո հայոց պատրիարքին եւ հայ ամայնքին հղած իր ուղերձում փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող ժամանակ թերթը։ Իր ուղերձում Էրդողանը պնդում է անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան եւ ապագան։ Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող եւ ամուր կապերը, պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին։ Առանց փակագծեր բացելու հայտարարում է հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։ 110 տարի անց էլ թուրքը մնում է թուրք եւ շարունակում իր ցեղասպան գործունեությունը։ Այս մասին նշել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ 2023 թվականին տեսանք, թե ինչպես պատմությունը կրկնվեց ու նույնն արվեց արցախահայերի նկատմամբ խունկ եւ աղոթք մեր զոհերի հիշատակի, նշել է Գրիգորյանը։ Արցախի մեր գործընկերների հետ եկել ենք Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերին։ Այս մասին այսօր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Իհարկե դատապարտում ենք նման գործողությունները եւ տեսնում ենք չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում։ Այդ թվում մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում, ասաց նա։ Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը եւ խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից։ Այդ մարդիկ մնալով որպես կենթանի պատանդ ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը։ Շահրամանյանը պնդեց, որ հնարավորություն չկա բանակցություններով հասնել նրան, որ նախկին նախագահները եւ մյուսները չգերեվարվեն։ Պատվաստանյութերի օգնությամբ կանխվող այնպիսի հիվանդությունների բռնկումները, ինչպիսիք են կարմրուկը, մենինգիտը եւ դեղին տենդը, աճում են ամբողջ աշխարհում, իսկ իմունացմանն ուղղված ջանքերը գտնվում են աճող սպառնալիքի ներքո։ Ամբողջ աշխարհում աճում է պատվաստանյութերի օգնությամբ կանխվող այնպիսի հիվանդությունների բռնկումների թիվը, ինչպիսիք են կարմրուկը, մենինգիտը եւ դեղին տենդը։ Բացի այդ, այնպիսի հիվանդությունները, ինչպիսին դիֆթերիան է, որոնց տարածումը երկար ժամանակ կանգնեցվել կամ գրեթե վերացվել է, շատ երկրներում կարող են կրկին հայտնվել, ինչպես նաեւ
ասվում է, որ իմունացման ուղղված ջանքերն աճող սպառնալիքի տակ են գտնվում, քանի որ ապատեղեկատվությունը, բնակչության թվի աճը, հումանիտար ճգնաժամերն ու ֆինանսավորման կրճատումը սպառնալիքի տակ են դնում առաջընթացը եւ վտանգի ենթարկում միլիոնավոր երեխաների, դեռահասների ու մեծահասակների։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ UNICEF-ի եւ պատվաստանյութերի իմունացման համաշխարհային դաշինքի հետ համատեղ հայտարարության մեջ։ Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ մի շարք հետախուզական գործակալությունների ակտիվների սառեցումը, որոնք սահմանվել են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի նախագահության շրջանում։ Սիրիայի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները, ինչպես նաեւ գլխավոր հետախուզության վարչությունը 12 կազմակերպությունների թվում են, որոնց ակտիվները այլևս ենթակա չեն սառեցման։ Ծանուցման մեջ չի նշվել պատժամիջոցները չեղարկելու պատճառները։ Բրիտանիայի կառավարությունը չեղարկել է Սիրիայի կենտրոնական բանկի եւ 23 այլ կազմակերպությունների, այդ թվում բանկերի եւ նավթային ընկերությունների ակտիվների սառեցումը։ Բրիտանական կառավարությունն ավելի վաղ ընդգծել էր, որ Ասադի իշխանության կողմնակիցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կպահպանվեն։ Արևմուտքը վերանայում է իր մոտեցումը Սիրիայի նկատմամբ այն բանից հետո, երբ իսլամիստական Հայաթ Թահրիր Աշ-Շամ կազմակերպության գլխավորած ապստամբ ուժերը 2024 թվականի դեկտեմբերին ավելի քան 13 տարվա պատերազմից հետո եկան իշխանության։ Թբիլիսիի ժամանակակից արվեստի թանգարանում սկսվել է քանդակագործ Զուրաբ Ձերեթելի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը։ Վարպետը կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում ապրիլի 22-ի գիշերը։ Ընտանիքով շրջապատված մահվան պատճառը եղել է սրտի կանգը։ Ապրիլի 23-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող Քրիստոս Փրկիչ տաճարում տեղի ունեցավ հրաժեշտի արարողություն։ Հաջորդ առավոտյան Ձերեթելիի դագաղը հասցվեց Թբիլիսիի եւ տեղադրվեց նրա անվան ժամանակակից արվեստի թանգարանում գտնվող արգոնավորտների սրահում։ Ապրիլի 24-ին եւ 25-ին այնտեղ տեղի կունենա քաղաքացիական հոգեհանգստի արարողություն, հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին Դիդուբեի Պանթեոնում, իսկ հուղարկավորությունը Ցերեթելիի կնոջ Ինեսա Անդրոնիկաշվիլիի կողքին։ Սեփական խնդիրները լուծելուց հետո լավ կլինի, որ հավաքական արևմուտքը հատուցի աֆրիկյան երկրներին եւ բարոյական եւ ֆինանսապես, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրանք այժմ պետք է լուծեն իրենց խնդիրները եւ այդ դեպքում լավ կլինի փոխ հատուցել թե բարոյական եւ թե ֆինանսական եւ տնտեսական տեսանկյունից այն ամենի համար, ինչ նրանք արել են դարերի ընթացքում մայրցամաքի մի շարք երկրների համար, ասել է Զախարովան Ռուսաստան Աֆրիկայի երիտասարդ դիվանագետի առաջին ֆորումին։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կիսում է պետությունների ինքնիշխան հավասարության եւ նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հավատարմությունը։ Չինացի զինծառայողները ժամանել են Մինսկ մասնակցելու հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսին 5 շաբթի հայտնել է Բելարուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Բելարուսական կողմի հրավերով ապրիլի 24-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի զինծառայողները ժամանել են Բելարուս մասնակցելու հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը նվիրված զորահանդեսին Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՊՀ մի շարք երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ ավելի վաղ հաստատել էին իրենց մասնակցությունը Մինսկում մայիսի 9-ին հաղթանակի օրվա կապակցությամբ։ Շքերթին կմասնակցեն 30 շքերթային ստորաբաժանումներ եւ մոտ 4000 զինվորականներ։ Բրիտանացի դիվանագետներն օգտագործել են չորեքշաբթի Լոնդոնում կայացած հանդիպումները ուկրաինացիներին կոչ անելով մոտենալ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշմանը։ Մինչ Մեծ Բրիտանիան աջակցում է Կիևի դիրքորոշմանը, դիվանագետներն օգտագործել են չորեքշաբթի Լոնդոնում կայացած հանդիպումները ուկրաինացիներին կոչ անելով մոտենալ Վաշինգտոնի կողմից ներկայացված առաջարկին։ Ասվում է հրատարակության մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի քննադատել է Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները Ղրիմի վերաբերյալ, ասելով, որ դրանք վնասակար են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար։ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք արևմտյան երկրների կողմից ագրեսիայի դեպքում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 2024 թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքներում, որոնց համաձայն Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք իր կամ Բելարուսի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում սովորական զենքի կիրառմամբ, ասել է նա
Ռուսաստանը ըստ Շոյգուի ուշադրությամբ հետևում է եվրոպական երկրների ռազմական պատրաստությանը։ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն օտարերկրյա պետությունների կողմից անբարյացակամ գործողություններ կատարելու դեպքում, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար, մեր երկիրը օրինական է համարում սիմետրիկ եւ ասիմետրիկ միջոցների ձեռնարկումը, որոնք անհրաժեշտ են նման գործողությունները ճնշելու եւ դրանց կրկնությունը կանխելու համար։ Հնդկաստանը կանչել է Նյու Դելիում Պակիստանի բարձրաստիճան դիվանագետ Սաադ Ահմադ Ուարայչին եւ նրան նոտա է հանձնել, որում դեսպանատար ռազմական խորհրդականները հայտարարվել են անցանկալի անց, հայտնում է Էնի գործակալությունը։ Չորեքշաբթի օրը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրին հայտարարեց, որ Հնդկաստանը կհայտարարի պաշտպանության ռազմածովային եւ օդային ուժերի խորհրդականների Նյու Դելիում Պակիստանի բարձրագույն հանձնաժողովում որպես անձ նոն գրատայի պատասխանջամու եւ Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության նրանք մեկ շաբաթ ունեն Հնդկաստանից հեռանալու համար։ Հնդկաստանը նաև հետ է կանչում իր պաշտպանության ռազմածովային եւ օդային ուժերի խորհրդականներին Իսլամաբադում գտնվող իր բարձրագույն հանձնաժողովից եւ դադարեցնում են պաշտոնները։ Աղբյուրների համաձայն Հնդկաստանը կանչել է Ուորայչին եւ նրան պաշտոնական նոտա է փոխանցել ռազմական դիվանագետներին անձը նոն գրատ է հայտարարելու մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 30-ին կայցելի Դոմինիկյան Հանրապետություն հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Դոմինիկյան Հանրապետություն։ Լատինական Ամերիկայի տարածաշրջան կատարած իր այցի շրջանակներում այս տարի նշվում է այս երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակը։ Այցը համընկնում է նաև Դոմինիկյան Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան բացման հետ, ասել է նա։ Զախարովայի խոսքերով Լավրովը նախատեսում է հանդիպումներ երկրի նախագահ Լուիս Աբինադերի եւ արտգործ նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ, որտեղ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության, քաղաքական երկխոսության ակտիվացման եւ առևտրի տնտեսական ներդրումային եւ զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները։ Վլադիմիր Զելենսկին խափանել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների լոնդոնյան փուլը, հաստատելով ձևավորվող խաղաղ գործընթացը տորպեդահարելու իր ցանկությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ էության իրենց անուններով կոչելու համար Զելենսկին խափանեց խորհրդակցությունների լոնդոնյան փուլը, համոզիչ կերպով հաստատելով Բանկովայի մտադրությունները ամեն գնով տորպեդահարելու ձևավորվող խաղաղ գործընթացը։ Ընդգծել է դիվանագետը, ինչպես նշել է Զախարովանի, սկզբանե նախատեսվում էր, որ Լոնդոնում ԱՄՆ ներկայացուցիչները բրիտանացի, ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների հետ, ինչպես նաեւ Կիևի պատվիրակության հետ խորհրդակցություններ կանցկացնեն ոչ այնքան ուկրաինական ճգնաժամի, որքան դրա լուծման շուրջ։ Իսկ այժմ եղանակի մասին։ Եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։